Շնորհակալություն նախմեր առաջարկություններով։ Նախագծի նպատակն է բացահայտել մեր ուսուցիչներին նաև դասապրոցեսից դուրս, որովհետև շատ հաճախ կամ առիթ չեն ունենում ծանոթանալու ուսուցիչների կամ չեն ճանաչում այն կողմերից, որ անհրաժեշտ է։ Կպատմենք մի քիչ ձեր մասին, ձեր անցածողու ստեղծագործական ճանապարհի, որից հետո աշակերտները կտան ձեզ հարցեր։ Սիրո երեխեք ջան, շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր ինձ այս առաջարկը։ Աստղիկն եմ Հովսեփյան, դասվար եմ, կարծում եմ այստեղ դասեկականից հրաշքներ կան։ Մի անգամից մտել եմ դպրոց ու որոշել եմ, որ պետք է ուսուցիչ դառնամ, հենց կոնկրետ դասվար։ Այսինքն, առաջ այսպես խմբակներ չկային, մասնագիտական որոշ էին, ինչ պետք է դառնալ։ Առաջ նպատակը այլ էր, որոշում էին ինչ-որ բան դառնալ ու դրան էիր գնում։ Կարծում եմ բոլոր դասվարները կփաստեն, որ կամ ուզում են ուսուցիչ, կամ բժիշկ, այս երկուսը իրար հետ առանձին քայլում են, որտեղ երկուսն էլ մարդասիրական է, երկուսն էլ անձնվիլում է պահանջում։ Սակայն վախը բժշկությունից հետ պարեց ինձ։ Այդ բաստողումը լրացրել եմ իմ բալիկի մեջ, այսօր բալիկս է, այն մյուս երազանքս իրականացնում, բժշկուհի արդեն, իսկ ես գնացի դեպի դասվարություն։ Բայց դասվար դառնալ ու մնալ այդպես, հետևինը չէր, մի քիչ էլ առաջ գնացի, ավարտեցի կրթության կառավարումը, իհարկե բոլորը կարմիր դիպլոմներով, թե դպրոցը, ֆիզմատուղությամբ, թե համալսարանը, թե մագիստրատուրան, շարունակեցի ասպիրանտուրայում, դարձա մանկավարժական գիտությունների թեկնածու դոկտոր։ Ունեմ հեղինակային շոտ խաղերու մեթոդ անգամ ուսուցման, որը հենց որի շուրջ պաշտպանել եմ ինքնեզը։ Այդքան երեխեք։ Հիմա էլի չեմ դադարում, անցել եմ հենց սկսեց տարակարգը, առաջինն որ անցա տարակարգը, սկսեցի վարչապետին բոլորից շատ, այսինքն եթե ինչ-որ բան անցնում ես ու շարունակում ես այդտեղ դոփել, այդ շատ բան է, կոչումը լճացում, այս նպատակասրացության մասին չի, այնպես որ դու կարող ես ուզել մի բան, բայց դրա մեջ ևս աճել, այսինքն այս փոքրիկ ճանապարհը չի վերջանում, անընդհատ պետք է շարունակես, որը կտամ նաև ձեզ, ինչ էլ կընտրեք, պետք է դրա մեջ էլ առաջ շարժվեք։ Հետո ստացա առաջին տարակարգը այսպիսի մի բան է, 5 տարիներ պետք է հարմացնել, այսինքն 5 տարի հետո դու համարվում ես ոչ տարակարգով ուսուցիչ, Դեզերի բնավորության համաձայն չէի կարող թույլ տալ դա, մեկ անգամ էլ վերցրեցի տարակարգ, հետո հասկացա, որ ուզում եմ այնպիսի թիմ ունենամ, որ բոլորի նման աշխատեն աշակերտների հետ, միգուցե բարձր է հնչում, բայց միայն հենց այդ միտվածով գնացի դեպի տնօրենի հավաստագիր, ունեցա տնօրենի հավաստագիր, երբ որ ինձ հարցնում էին հանձնաժողովում, այս ինչու ես որոշել, որ տնօրեն դառնաս դու շատ լավ դասվար ես, ափսոս է դուրս չգաս դպրոցից, ասում եմ միայն դրա համար, որ ունենամ իմ նման թիմ, այսինքն աշխատեն յուրաքանչյուրի հետ ըստ իրենց կարողությունների եւ խումբը լիներ չափից շատ մարդասեր, որովհետև ես եմ ձեր նման երեխա եղել, գիտեմ ինչ է նշանակում լավ կամ վատ ուսուցիչը անմարդկային վերաբերմունքը ու այդ բոլորը այնքան արտացոլված է բոլոր դպրոցներում, որովհետև երբ որ կրթության կառավարումով շրջում էին բոլոր դպրոցներում, մենք կարծիքներ, հասկացա, որ ամեն տեղ նույն պրոբլեմն է, ոչ մի տեղ ավելի կամ պակաս բան չկա, այնպես որ այդ պրոբլեմը հիմնովին պետք է փոխվել, միայն այդ նկատառումով է, որ քայլարեցի դեպի այդ մուսկո, ճիշտ է, դերևս ոչինչ չի ստացվում, որովհետև համակարգում արդարություն չկա, փորձել եմ երկու դպրոցում, հասկացել եմ, որ պետք է լինի նա լինելու տնօրենը, այսինքն այդ բացառումը, որ ուրիշ մարդ այդտեղ դերպես խաղացող հանդիսանա, ուզում եմ, որ այս մասը իմանալ կյանքում ամեն ինչ հենց այնպես չի, դրանից հետո սկսվեց մի ուրիշ հետաքրքիր փուլ, ասեմ, որ ամեն ինչին հասնելուց հետո դատարկություն անցնում, դատարկությունը
շատ մեծ լրության նման մի բան է։ Հետո հետաքրքիրորեն բացվեց կամավորը։ Ու էլի ուժերս արավ հավաքեցի, գնացի կամավորին, անցել եմ մի անգամից առաջին անգամից, բարձր միավորներով, հիմա իմ աշխատավարձը բարձր է, այսինքն այնպիսի օրեն, որ դասավորը ոչ թե խրճիթում է, կարող է ինքնազարգացման շնորհիվ ստանալ բավական մեծ գումար։ Դա էլեմանց է, հիմա արդեն դիմել են բացակարգի, ուսում, որ դա ևս անհատացան շնորհ։ Առայժմ այսքանը ամեն օր էլի սովորում եմ ձեզանից, թե միջանցքներում ձեր վարքից, թե ձեր փոքրիկ զրույցներից, թե ամեն օրի դասասենյակներից, ինչքան սովորեցում է, անպայման մի փոքրիկ բաժին է, ես եմ տանում, իմ նախորդ դասարանը կփաստի, երբ որ մենք իրենց հետ այդ իմ հեղինակային խաղերից էին խաղում, խաղը սովորական խաղը չի երբեք ջան, ուսուցողական եւ զարգացնող խաղեր են, որոնց հեղինակն ես եմ, դրանցով վերապատրաստել եմ մոտավորապես 45 ուսուցչուհի, իրենք էլ ինձ հելադրում էին նոր խաղ, այսինքն ես ամեն օր իրենցից բաց սովորած գնում եմ որ ես շատ նորից եմ սովորեցնելու, ես ձեզանից ամեն օր նոր բան եմ տանում, ու դրա համար է, որ յուրաքանչյուր ստեղծածս նոր բան քայլում է ձեզ համահունչ, որովհետև ձեզանից է ինձ փոխանցվում։ Այսքան է երևի։ Հարցեր։ Ասեմ բանես, քանի որ բախտը է վիճակվել համալսարանում նաև ուսանողների հետ կիսվել մեթոդական հնարավորություններով, ասեմ, որ բոլորին չտարբերվում են հետ։ Առաջի դասարանի երեքովին էլ են ունկել, ձեր հետ էլ են ունկել, էլի հնարավորություն են ունեցել ձեր դասարաններ մտնել, համալսարանի ուսանողներն էլ 18 տարեկան, 19, 20, բայց նույնն է։ Այսինքն իմ ու իրենց շփումը ոչինչ բանով չի տարբերվում, ընդդեմ մի փոքր ավելի կարող է մասնագիտական հարցեր են չէ, բայց իմ համար բոլորովին տարբերություն չկա։ Նույնն է նաև իմ դեպքում եթե դասախոսները դնում ես ովքեր իրենց հետ կիսվեն այս նորությամբ, չգիտեմ, երևի սովորության հարց է, ընդհանրապես ասում են ուսուցիչը տանել է ուսուցիչ ու երբ որ ինչ-որ բան ես խոսում չի, ասում են ստեղ դու մեր ուսուցիչը չես չէ, այդ ձիրքը կարծում եմ ներսից է, ու եթե ինչ-որ մեկը ձեզանից որոշել է, որ պետք է դասվար դառնա, նշանակում է այդ արդեն ձեր մեջ կա, այդ կամ լինում է երեխեք ուսուցչի ձիրքը, կամ չի լինում, որ այդ ուսուցիչները ովքեր մտնում են դրած առանց այդ ձիրքի, իրենք անկայման խափանելու են, որովհետև իրենք չեն կարող դառնալ ուսուցիչ։ Այն կարող աշխատանքային փորձում է։ Հա, արդեն 20 այս տարի կլինի տվյալ աշխատանքային փորձը, իհարկե չհաշված առաջ չգիտեմ ինչ մեթոդով էին հաշվում նաև համալսարանում անցկացրած 4 տարի ժամկետը, առանց դրա այս տարի արդեն 20։ Ասեմ ես։ Ոչ մեկի առանձնացնել չեմ կարող, բոլորին համար մեծագույն արժեք է։ Ասող չի կաս։ Ինչու է դեն հենց դասվար մասնակցությունը, այլ ոչ այլ առանձնացնել։ Որովհետև ես շատ եմ սիրում, իրականում, մարդը կամ ուրիշի երեխային սիրում է, այնպես ոնց որ իր երեխային, կամ ընդհանրապես չսիրում, ոչ մեկի, անգամ իր երեխային։ Որովհետև ձեզ եմ շատ սիրում և կարծում եմ, որ այդ ամենակարևոր ինքն է, որ կամ պետք է ամուր լինի, կամ պետք է երեխայի ճակատագիրը խաթարի, որովհետև լինում են դեպքեր, որ այն հիմքը, որ դրվում է տարականում, դուք դրանով եք շարունակում շարժվել։ Եվ եթե այնտեղ չեղավ ձեր հիմքը ամուր, լավ գցած, հավատացեք, ոչինչ էլ դրան չի դրի։ Ու ձեզանից ավելի մեծ ջանք է պահանջվելու, քան նրանց, ում հիմքը ավելի ամուր, որովհետև կարծել եմ, որ իմ ջանքն ու եղանդը պետք է ներդնեմ այդ փոքրիկ մարդուց վերադարձակումին։ Ասա բանից։ Այս դպրոցում, ընդհանրապես եկեք ասեմ բոլոր դպրոցներում, որովհետև ես ասացի, որ բոլորը նման են, բոլորում խնդիրները նույնն են, երեխեք ջան, ձեզ չթվա 119-ը կամ 35-ը, ոչ մի տեղ առանձնահատուկ ուրիշ բան չկա, նույն աշակերտներն են, նույն սերունդի, նույն ուսուցիչներն են, նույն մեթոդներն են, նույն ձևն են,
Որովհետև մեկը համարձակվում է ինձ նման առաջացնում եւ յուրօրինակ ինչ-որ բան մտածում, որպեսզի փոխեր քարոզի միջավայրը, մեծ մասամբ աշխատում են նույն ձևով, ինչպես աշխատել են օրինակ տարիներ շարունակ։ Միայն, ես արդեն խոսքում ասացի, միայն այդ գաղափարը եկել է նրանից, որ ուզում եմ բոլորը իմ ձևով աշխատեի, միայն այդպիսի թիմ ունենալու համար։ Տղաս ասում է իմ մանկության ամենասիրելի բանը, ճիշտ ասած չեմ է պատկերացնում, որ դες մանկության մեջ չէ, որովհետև դասվարների համար մի փոքր տարօրինակ է, բանաս, իրենք միշտ մանկ են, ոչ մեր մանկությունը մի փոքր այլ է, մեր ձեր կամուրջն է, երեխեք, հնի ու տեխնոլոգիական նորի միջև, ես ձեր կամուրջի սերունդից եմ, այսինքն ես տեսել եմ նա, ոնց կարելի է խաղալ բակում, ինչ է կարելի է անել, ոնց կարելի է սար գնալ, սար բարձրանալ, գյուղերում հանգստանալ, ու ընդհանրապես ու ինչը գնալ, առանց հանձուտելու վայել դրսի խաղալ։ Ու մենք հիմա կամրջով տեսնում ենք ձեր այս ժամանակաշրջանի սահմանափակ հնարավորությունը, որը ձեր կան մեջ է, վերահոսել է անշփում, ոչ ուրախ, վեգոտ անեն ինչ ուրախ է։ Չի եղել այն ճամբարներ, որ նախում կազմակերպել են, այն հետաքրքիր միջոցով չի եղել, ինչ է բաղի ճամբարը, երբ որ կոնֆետի թղթերով պարաններին կապել են և այս նույն միջոցառումները Տիքշետ տարական դասարանում ունեցել եք հանդեսներ, այդ նույն հանդեսները բակերում էին լինում և հանդիսատեսներ շենքի բնակիչները, իմիջիայլոց հենց այդ ժամանակ էր երևում բոլորի այն նախադրյալները, որոնց համար պետք է պայման ստեղծվեր։ Մեր մանկությունը անհամեմատելի երեխեք ջան, ու ցավում եմ, որ դուք այսօր դա չեք կարող վայելել, դուք չեք ուզում իրականում։ Թե չէ, այդտեղ հետևել ուրիշի կյանքին կամ մանկությանը աբսուրդի նման մի բան է, որովհետև եթե հենց գիտակցեք, որ ամենակարևորը ոսկե ժամանակն է, շատ արագ դեն կշպրտեք և արագ կվազեք բակ։ Հասակացեցի։ Որ կտամ սիրեք փոքրիկներին, ու շատ լավ է լինում, երբ որ այդ մի հատկությունը լինում է։ Այդ դեպքում ամեն ինչ հաղթահարելի է, որովհետև չկա բան, որ սիրով չհաղթահարես։ Երկու ձևով է կատարվում այդ ամենը, կամ սեր, կամ խստություն։ Խստությունը ամենտեղ չի օգնի, դրականացում չի տա, կարծում եմ, բայց սերը յուրաքանչյուր դուր կբացի։ Հաս աղջիկս։ Օրինակ նախորդ օրեն տղաները տանում էին ցանկապատերը ձեր մարզադահլիճի դրսի ու ես իմանիներին որդի կանգնեցրեցի, պատումանից նաև տվեցի, որ կամ այսօր դու սովորում ես, երբ վաղը որևէ մեկին հրամայում ես, որ քո իրերը